Վարդենից խոշորացված համայնքի մեծ մասրիկի եւ հարակից գյուղերի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժորժ ջան, մենք հիմա շատ կարևոր մի փուլում ենք գտնվում, որտեղ մեր պետության տրանսֆորմացիան է տեղի ունենում։ Մենք հիմա զբաղված ենք նոր որակի պետություն ստեղծելով։ Արդեն իսկ սկսել ենք այդ գործընթացը եւ դա պետք է հասցնենք տրամաբանական ավարտին։ Ընդամենը 3 բացվեց Հայաստանում առաջին արհեստական բանականության գործարանը։ Բանում, Գագարինում, Գեղարքունիքի մարզում։ Կոտայքի մարզում հունիսի բացվելու է երկրորդ գործարանը։ Եվ արհեստական բանականության գործարանները իրանց հետ բերելու են նոր աշխատատեղեր եւ շատ կարեւոր է, որ արհեստական բանականությունը իր հետ նոր թափով զարգացնելու էներգետիկան, որովհետեւ արհեստական բանականությունը էլեկտրական հոսանք շատ է ծախսում, այդ սերվերները ահա որ շատ էլեկտրական էներգիա են ծախսում։ Ես քանի որ մեծ մասրիկում ենք գտնվում, նաեւ ես ուզում եմ ընդգծել էներգետիկայի ոլորտում մեր զարգացման հեռանկարները, որովհետեւ շատ խոսվել է նրա մասին, որ Հայաստանը ռեսուրսներով, այդ թվում էներգառեսուրսներով շատ աղքատ երկիր է, բայց կյանքը փոխվում է։ Հիմի այսօր Հայաստանը էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է, որովհետև արևային էներգիան է զարգացել եւ այս տարածքը, այստեղ ասում են, որ պոյսկ տվեք աշխարհի կենտրոն, տեսեք որը կբերի, մի թեմա կա, որով հաստատ մեծ մասրիկը շատ կենտրոնական դիրք է զբաղեցնում այդ արևային էներգիայի զարգացման բնագավառում։ Եվ առաջիկայում մեզ շատ մեծ ներդրումներ են սպասվում եւ նաեւ ոչ միայն ֆոտովոլտային կայաններ մենք պետք է տեղադրենք, այլև շատ կարեւոր է արևային էներգիան մի հատ թերություն ունի։ Առավոտը ցերեկները տալիս է, որ արև կա, իրիկունը արդեն խնդիր ունենք։ Դրա համար առաջին արժևում առաջիկա մեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է կուտակային կայանների ձևավորումը, որ լիցքավորվեն եւ գիշերը մենք կարողանանք օգտագործել։ Ես առանց չափազանցության եմ ասում, Հայաստանը էներգետիկ առումով լրիվ ինքնաբավ երկիր դառնալու հնարավորություն ունի եւ մենք արևային ռեսուրսը, անսահմանափակ ռեսուրսը պետք է օգտագործենք։ Եվ այս նկատի ունեմ նոր որակի պետություն ասելով, մենք գալիս ենք այս ճանապարհով, Երևանից եկել ենք, գնացել ենք, հասել ենք Ճամբարակի, Մարտունի բնակավայր, հետ ենք եկել եւ հետ ենք եկել հասել ենք միջև այստեղ, մենք վատ որակի ճանապարհ չենք հանդիպել։ Ճանապարհին Սանոսյանը հիշեցրեց, որ մենք Ծափաթաղից միջև Արեգունի հատված ենք ունեցել, որը երբեք ասֆալտարած չի եղել։ Ճիշտ է, կա տենց բան, հա? 3 ժամ, այդ ես մարզպետը ասում էր, ինձ թվում էր մի քիչ չափազանցում է, բայց ասում է 2018-ին ասում է Ճամբարակից Քարոզարշավին, Ճամբարակից միջև եկել հասել ենք Վարդենից 3.5 ժամ է տևել։ Այսօր Սևանի շուրջը ճանապարհները փայլուն վիճակում են։ Մենք Վարդենիսում մի կտոր ունենք, այդ կտորի պատմությունն էլ, այսինքն 2018 թվականին ես խնդիր էի դրել, որ Սևանի շուրջը մենք պետք է ունենանք բարձր որակի ճանապարհ։ Այսօրվա դրությամբ մենակ Ծովակի եւ Կարճախբյուրի այդ հատվածը, որ մտածում ենք ինչքան բարձրացնենք, առաջնախատեսված էր, որ շատ բարձրացնել, բայց մենք ոնց գցում բռնում ենք, ինչքան էլ բարենպաստ լինի, այդքան Սևանը չի բարձրանալու։ Հետևաբար այդքան փող դնել, այդքան բարձրացնելը իմաստ չունի։ Մենք հիմա սկսում ենք այս տարի, հարգելի գործընկերներ։ Այս տարի արվում է գործը արդեն։ Այսինքն Սևանի շուրջը մենք ճանապարհների խնդիրը լուծել ենք։ Ճանապարհին գալիս ենք Ժողովուրդ ջան։ Այնտեղ կանգնում ենք 3-4 հատ շինարարության մեջ գտնվող կրթահամալիր ու դպրոց կա։ Սա է կյանքի նոր որակը, մանկապարտեզներ են կառուցում, բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ սոցիալական պաշտպանության նոր որակ ունենք այսօր։ Հիմա նաև մինչև 18 տարեկան մեր երեխաները եւ 65+ տարեկի թոշակառուները առողջության ապահովագրության համակարգից են օգտվում եւ այսօր հիմա այստեղ ինչ են ասում, այստեղ էլ ենք լսում, ուրիշ տեղեր ենք լսել, որ ասում են, որ ընտրություններից հետո հանելու են։ Ժողովուրդ ջան, ես ձեզ անկեղծ մի բան ասեմ,
Այսքան ժամանակ մենք ընտրության համար ոչ մի բան չենք արել։ Մենք ինչ անում ենք ընտրության համար չենք անում, մենք ինչ անում ենք մարդկանց համար ենք անում, ձեզ համար ենք անում։ Ընտրությունը եղած չեղած մեզ համար ինչ։ Մենք ընտրության համար երբեք որևէ բան չենք արել։ Մենք ընդհակառակը ընտրական տրամաբանությանը ընթառաջ մենք շատ դժվար եւ ծանր բաներ ենք ասել ժողովրդին, որ սովորաբար չեն ասում, բայց մենք շնորհակալ ենք, որ ժողովուրդը մեր ասածը ընկալել է եւ ժողովուրդը մեր ասածը ընդունել է, որովհետեւ ինչը ընկալել է, որ մենք ուզում ենք Հայաստանը կոնֆլիկտի փակ ուղուց դարձնենք խաղաղության խաչմերուկ։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այսօր մենք թրիփ նախագիծն ենք սկսում իրագործել եւ 2020 թվականից անընդհատ մեզ մեղադրում էին միջանցք են տալիս։ Հիմա փառք Աստծո, թուղթը նախաստորագրված եւ հրապարակված է եւ դուք կտեսնեք, որ թրիփ նախագիծը իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում եւ մի հատ էլ ավել ձևակերպում կա, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը թրիփ նախագծի իրականացման բոլոր գոտիների վրա փակվեց այդ գոյություն չփակվեց, այդպես թեմա չի եղել։ Բացեք նայեք 2020 թվի ամենադժվար շրջանների նոյեմբերի իմ ուղերձը։ Ես այդ թեմային անդրադարձել եմ, ասել եմ ճանապարհ, այո, մենք էլ ենք շահագրգռված, բայց միջանք չի լինելու եւ միջանք չկա, եւ միջանք չկա լինելու է ճանապարհ, որով Հայաստանի շրջափակումը ավարտվի նա հասնելու։ Բայց նաև այդ ամեն ինչով հանդերձ ես դառնությամբ եմ հիշում 2022 թվականների այն օրերը, երբ որ ես հայտնի իրադարձությունների ժամանակ եկա Վարդենիս։ Այդ ժամանակ շատ վատ, շատ ծանր մթնոլորտ էր։ Եվ այդ վաղ ժողովուրդ ջան, ես ձեզ մի բան ասեմ, էլի։ Այդ ժամանակ ինչու ենք մենք այդ վիճակում հայտնվել, որովհետև 1991 թվականից սկսած մեր ամբողջ տրամաբանությունը մեր պետության եղել է, որ մենք պետք է ունենանք անվտանգության երաշխավորներ եւ մենք ունեցել ենք անվտանգության երաշխավորներ, եւ մենք անվտանգության երաշխավորների վրա հույս ենք դրել, դրա համար է տեղի ունեցել 2022 թվականի իրադարձությունները, ձեզ հայտնի իրադարձությունները, բայց մենք այդ ժամանակվանից արել ենք հետևություններ եւ մեր արած հետևությունները դուք տեսաք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակի զորահանդեսում, տեսաք մեր արած հետևությունները։ Բայց դա ամբողջը չի, դուք պետք է տեղյակ լինեք, որովհետեւ մենք այս դպրոցները ինչ հույսով ենք կառուցում։ Մենք այս դպրոցները կառուցում ենք այն հույսով եւ համոզվածությամբ, որ մեր երկիրը ունի եւ ունենալու է անհրաժեշտ պաշտպանության շերտեր։ Մենք բացի այն ինչ որ Հանրապետության հրապարակում ցույց ենք տվել, դուք տեղյակ եք այս տարածքներում մենք քանի հատ ամրացված շրջան ենք կառուցել ու քանիսն ենք կառուցում։ Կամ մարդիկ որ սեփական աչքերով տեսել են ամրացված շրջանները։ Ոնց էս բոլորով այդ գաղտնի օբյեկտները ձեզ համար։ Չէ, բան ներսը որ տենակ, դրանք բառից բուն իմաստով բերդեր ու ամրոցներ են, որ տասնամյակով, հարյուրամյակով մեր երկրի անվտանգությունն են ապահովելու եւ զինվորի ու սպաների ծառայության համար բոլորովին ուրիշ պայմաններ են ստեղծված, եւ այդ ամրացված շրջանները խաղաղություն ամրապնդելու համար է երաշխիքը թրիփ նախագիծն է խաղաղության երաշխիքը, որովհետև միլիարդների ներդրումներ են լինելու եւ նախագահ Թրամփի գրառումը, եթե որ օրներ մայիսի 28-ի ոնց որ, եթե տեսել եք, ինքը ասում է արևելքից արևմուտք էներգակիրները թրիփ նախագծով են տարանցվելու։ Սա նոր երաշխիք է, անվտանգության նոր երաշխիք է, որովհետև երբ որ արևելքից եւ դեպի արևմուտք եւ հակառակությամբ ապրանքները, էներգակիրները հոսում են Հայաստանով,
ոչ մեկը շահագրգռված չի եւ ընդհակառակը շատերն են շահագրգռված, որ Հայաստանում կայունություն լինի, որ այդ խնդիրները չառաջանան։ Դուք տեսաք, ասենք օրինակ Հորմուզի նեղություն խնդիրը առաջացավ, ամբողջ աշխարհը խառնվեց իրար։ Եվ մեր անվտանգության շերտերը մենք սենց ենք կառուցում։ Մենք նաև չենք մոռանում մեր տարածքների մասին եւ ես ձեզ ուզում եմ ասեմ, որ այդ խնդիրը դե յուրե լուծված է 2024 թվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, որտեղ ընդգծված է, որ Ալմաթայի հռչակագիրը լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ խորհրդային միության ժամանակ սահմանը ոնց անցել է, պետական սահմանը հենց տենցել անցնելու է։ Այդ թվում Արցվաշենի հետ կապված խնդիրը։ Չնայած ես ձեզ ուղիղ ասեմ, նոր չգիտեմ դա եթերում գնաց թե չէ, ճամբարակից որ դուրս էին գալիս, մի մարդ մոտեցավ, ասեց ըստ ամենայնի Արցվաշենցեր, ասեց ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է փոխանակման միջոցով լուծենք այդ խնդիրը։ Ժորժ ջան, դա տարբերակներից մեկն է, բայց ես ձեզ ուզում եմ մի բան խնդրեմ։ Այդ թեման ընդհանրապես այլևս մեզ համար լարվածության հարց չի, որովհետև սկզբունքը դրվել է։ Հիմա եթե հարցը հետևյալն է, Ադրբեջանը եւ Հայաստանը իրար ուզում են խոցեն սահմանազատման process-ով, թե ուզում են իրար հարցերը փակեն լուծեն նենց, որ մեր երեխեքը, իրանց երեխեքը էլ այդ թեմաները չունենան, դա մեր պարտքն է, ժողովուրդ ջան, դա մեր պարտքն է, երեխեքին թողել, մի հատ երկիր, այն ժամանակ 2020-21 թվին, այն որ ես անդադ խոսում եք կադաստրի թղթի մասին, չէ, մենք մեր երեխեքին պետք է թողնենք երկիր, արդեն իսկ կադաստրի թուղթը կա, արդեն իսկ այդ թուղթը կա, այդ կադաստրի թղթի մեջ մնում է գծագիրները վերջնականացնենք, այդ կադաստրի թղթով հաստատված պետությունը սերունդ մենք պետք է փոխանցենք, որ այս երեխեքը էլ չմտածեն, վայ սահմանին ինչ կլինի, վայ սահմանին ոնց կլինի, լինելու է անվտանգություն եւ լինելու է Հայաստանի պաշտպանունակությունը անընդհատ բարձրանալու է, բայց միջև շարունակել այս թեման ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Մայիսի 28-ի զորահանդեսին դուք տեսաք սպառազինություն բազմաթիվ օտարերկրյա արտադրության, բայց ամեն անգամ, երբ որ հրապարակ էր մտնում Հայաստանի արտադրության սպառազինություն, հրապարակը ծափերից թնդում էր եւ ես հասկացա, որ մարդիկ շատ ուրախանում են դրա վրա։ 2021 թվի ժողովուրդ մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել ռազմարդյունաբերության զարգացման համար։ Մենք գիտության ֆինանսավորումը 2017 թվի համեմատ 2025-ին 2.8 անգամ ավելացրել ենք։ Գիտության ոլորտի աշխատավարձերը 100-ից 300% ավելացրել ենք։ Եվ ահա որպես արդյունք մենք ունենք ռազմարդյունաբերական համալիր, որը արդեն առաջին լուրջ արտահանումներն է արել զարգացած երկրներ, ժողովուրդ, զարգացած, ոչ թե զարգացող, այլ զարգացած երկրներ։ Եվ էսա ամենակարևոր արդյունքը այդ ներդրման։ Էլի եմ ասում, Հայաստանը նոր որակի պետություն լինելով նաև մեզ նոր որակի կրթություն է պետք, մեզ նոր որակի ճանապարհներ են պետք, մեզ նոր որակի արդարադատություն է պետք, մեզ նոր որակի ենթակառուցվածքներ են պետք, մեզ նոր որակի շրջակա միջավայրի նկատմամբ խնամք է հարկավոր եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Բայց այս ամեն ինչ իհարկե կարևոր է, բայց ամենակարևորը չի, ամենակարևորը այն է, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես խաղաղության առիթով շնորհավորում եմ բոլորիդ։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր, այսինքն առաջին հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Նրանից առաջ բոլոր տարիներին մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Եվ մենք հիմա արդեն ոչ օրացուցայինից դուրս 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանը մեր գյուղերի բնակիչները
այլևս իրանց խոհանոցից դեպի իրանց ճաշասենյակ գնալիս անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չունեն, որովհետև դրա կարիքը չկա։ Ընդհակառակը մեր սահմանամերձ գյուղերում այսօր 3400 տուն է կառուցվում 16 միլիոնի ծրագրով։ Այդ գյուղերի տասնյակներում մեծ մասում 91 թվից մինչև 2022 թիվը մի հատ տուն կառուցված չի եղել, ժողովուրդ ջան, մի հատ տուն կառուցված չի եղել։ Հիմա հազարավոր տներ են կառուցվում մեր սահմանամերձ գյուղերում, եւ սա խաղաղության ամենամեծ նշանն է եւ խաղաղության ամենամեծ արտահայտությունն է։ Եվ այս ընտրություններում ամենակարևոր հարցը հետեւյալն է, որը շատ հարցեր կան, որոնք կարևոր են, բոլորն էլ կարևոր են, բայց ամենակարևորը հետևյալ հարցն է. Հայաստանի ժողովուրդը արդյոք խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Ամենակարևոր հարցը էսա, որովհետև մեր 10 ամսական խաղաղությունը 10 ամսական երեխայի նման ամենակարևոր ներկայությունն է, որ Հայաստանում կա եւ ուրախություն է Հայաստանի համար։ Բայց 10 ամսական խաղաղությունը 10 ամսական երեխայի նման մի ընդհանրություն ունի։ Եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք, հոգ չտանենք, նա չի ապրի։ Էս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչու ենք քվեարկում 16-ին եւ ինչ է նշանակում 16-ին քվեարկել։ Իսկ 16-ին քվեարկողը դրանով ազդարարում է, որ ինքը պետությանը տեր է, անկախությանը տեր է, ապագային տեր է, խաղաղությանը տեր է եւ ով պետքա տեր կանգնի խաղաղությանը, ժողովուրդը պետքա տեր կանգնի, բայց նաեւ չմոռանանք, որ ժողովուրդը կազմված է անհատներից, մարդկանցից, ժողովուրդը կազմված է մի մարդկանցից եւ էսա պատճառը, որ ես շատ կարեւոր եմ համարում, չափազանց կարեւոր եմ համարում, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի առերեսվի այն ակնհայտ փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախության հետագա ընթացքը, ընտրությունների արդյունքները կախված է մի մարդու որոշումից, այսինքն մի մարդ պետք է այդ հարցը որոշի եւ ընդամենը մի մարդ պատկերացնում եք եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը դու ես։ Ով է այդ մեկ մարդը, որ վերցնում է այդ պատասխան եւ թերականգնում, թող ձեր բարձրացնի։ Եվ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, մեծ Մասրիկին, Վարդենիսին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։